Պրիպսիմե Ջեբեջյան, առավոտ, պարոն Փաշինյան, մայրիկիս մորաքույրը Գեղարքունիքի մարզից ձեր մոլի երկրպագուն էր հեղափոխության ժամանակ, պարտությունից, պատերազմից հետո ավելի շուտ ընդդիմություն է դարձել, օրերս ինձ տեսնելով այսպես հարցերի տեղատարափ ուղղեց, թե ում ու թլատեսար Փաշինյանն ինչ օին բերեց մեր գլխուն, ճիշտն ասած հակադարձեցի, ասացի, բայց ինչ օին բերեց, բա լավ էր նախկինների ժամանակ թալան, կոռուպցիա, Բաղրամյան 26 ճամպրուկով փող տանել բան, հակադարձեց միանգամից, ասեց հմեն թալան չի էին, վի բռնավ Փաշինյան բան, կամ ասեց ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չպլստա, հմեն ձկներ պլստուկ, մտուկ քպ, բան, այսպես բողոքելով հասավ միջև պատերազմի պարտությանը, ասեց Փաշինյանը խորոտ ելույթներով մեզ սաղից կալեց, կապեց, Արցախը հանձնեց, այդտեղ ջղայնացա ձեր նման այդպես խոժորվեցի, ասացի, բայց Արցախը նախկիններն էին հանձնել, ուղղակի մեզ այն ժամանակ չէին ասում, որ մեր տրամադրությունը այսպես ասած չընկնի, ու բացի այդ մենք ոնց կարող ենք չպարտվել պատերազմում, եթե 30 տարի բանակը թալանել էին նախկինները, էլի, այդտեղ անմիջապես բերանս փակեց, ասեց, բայց Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Մելքոնյանը, Սասունը Միքայելյան, իրենք նախկին էին, թե ներկա էին, իրենք թալանել էին բանակը, թե չէին թալանել, եթե արդեն ԿՊ-ի հետ են, էլի, կամ եթե թալանել էին բանակը հորիմալ Փաշինյանը Տավուշի դեպքերի ժամանակ ասեց մեր ամենամարտունակ բանակը ունենք, հերոսի կոչումներ էր տալիս, այնտեղ մարտական խաչ բան, բայց ոնց դառավ այդ հերոսների բանակը 11000 դասալիքների, դավաճանների բանակ, այդտեղ այն 5-րդ Շարասյան մասը ասեցի, որ ախր եղել է 5-րդ Շարասյան, ճիշտ է, մենք չգիտենք այդ ինչա, ինչ կենթանի ովքեր են մեջը, բայց այնուամենայնիվ եղել է, էլի հոզորով չէ 5-րդ Շարասյունը, ոչ մի կերպ չհամաձայնեց, ասեց մերիմ քե, չկարծան ղեկավարեն, Փաշինյան քննիչ հանձնաժողովում ասեց բանակի համար ինչ պետքա արել ենք, ոչ մի բանի կարիք չի եղել, բայց ինքն էր պատերազմի ժամանակ եթեր մտնում, ասում էր ով ինչ կասկա մասկա ունի, առեք եկեք կռիվ, բան ասում էին, հո 16 թվի պես չի Արցախի օդը պաշտպանված է, բայց պատերազմի ժամանակ կարկուտ էր մեր երեխեքի գլխին, պես անպաշտպան էին բան, այդտեղ այն Օնիկ Գասպարյանի մասը ասեցի, պարոն Փաշինյան, որ ախր Օնիկ Գասպարյանն էր մոլորեցրել, ձեզ սխալ էր զեկուցել, բան, ասենք սխալ բաներ էին ձեզ ասել, բան, ինչ կապ ունեք դուք դրա հետ Փաշինյանը ինչ մեղավոր է եւ այլն, այդ ամեն ինչի հետ, ոչ մի կերպ այս կինը չէր համաձայնում, ձեզ էր համարում ոչ թե թիվ 1 մեղավորը, այլ ընդհանրապես միակ մեղավորը եւ միակ պատասխանատուն, այնտեղ հիշեցնում էր ձեր խոսքերը, որ Սերժ Սարգսյանի կետից չեմ սկսում, սեփական կետից եմ սկսում, պարտվեցիք, պարտությունից հետո կանգնեցիք, ասեցիք եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, իդեպ այդտեղ ասում էր, բա 3 տարի անցավ, հիմա մենք ոնց վրեժը մեր լուծենք կամ ումից լուծենք կոնկրետ էլ ասեք, վերջում ճիշտն ասած բոլոր հարցերի տենց պատասխանները տվեցի, էլի, ինչքան որ հնարավոր էր, ամենավերջում ասեցի, դե փլուզվող աշխարհում ենք ապրել, կառավարությունը տենց անկանոն շարժումներ է արել, ո՞նց է լինում այլ փլուզվող աշխարհում, երբ կառավարությունը անկանոն շարժումներ է անում, բայց վերջում այնպիսի հարց տվեց, որ իսկապես որևէ հարմար պատասխան չգտա, դրա համար ձեր օգնությանն եմ դիմում, էլի այդ ասեց, որ ախր հղիները Արցախում ուշաթափվում են, ճիժ ու պիժ սոված բան, բայց Բամիա Բադրջանի նկար են հրապարակում եւ այլն, ես մեկ այդտեղ ուզում եի ասեի, ախր բա Հովիկ Աբրահամյանի լոլիկները կամ այդ Բամյան նախկիններն են աճացրել բան, բայց դուք այստեղ ոնց որ ավելի սուր, ավելի այնց լավ կոշտ պատասխան տվեցիք, բայց մենակ մոռացաք մի բան, նախ ձեր կառավարական ամառանոցում, որտեղ որ դուք այդ Բամյան բան աճեցնում եք, պարոն Փաշինյան, այնտեղ չեն կրակում, դուք կարողանում եք արխային աճեցնել դրանք, այսպես ասած, ու բացի այդ, դուք ասում եք, բա մենք իրավունք չունենք, Բադրջան ու Բամի աջափսանդալ ուտեք, իսեր Աստծո, կերեք ինչ ուզում եք, պարոն Փաշինյան, հարցը նկարելու եւ ցույց տալու մեջ է, դա ինչ ուղերձ է հղում դրանով վարչապետի կինը դա նկարելով, ասում են դուք ընդհանրապես ապրումակցում ունեք, թե չունեք, սրա մասին է խոսքը։ Ես հասկանում եմ, որ դուք բավականին բարդ վիճակում եք հայտնվել, հորաքույր թե մորաքույր։ Մայրիկիս մորաքույր։ Բարդ վիճակում եք հայտնվել եւ իմ փոխարեն պատասխանել եք մորաքրոջ հարցերին։ Ես առաջարկում եմ հաջորդ ասուլիսին առավոտ թերթից հենց մորաքրոջը հավատարմագրեք, թող ինքը այստեղ գա, հարցերը տա, ես իրեն կպատասխանեմ, որովհետեւ այդ դուք շատ հարցերի պատասխանի պարզապես չեք տիրապետում եւ չէիք կարող ճիշտ պատասխանել եւ հետեւաբար
եւ հետեւաբար նաեւ վերջնական հետեւությունների հարցում։ Կարծում եմ ճիշտը տենց հաջորդ անգամ մորաքրոջը հավատարմագրեք կամ իմիջայլոց առանց չափազանցության հեռախոսի համարը տվեք, ես կհրավիրեմ եւ իր հարցերին կպատասխանեմ։ Շատ լավ։ Եթե ինքը ցանկանա, չեմ բացառում, որ չցանկանա։ Շատ լավ։ Եվ ես այստեղ ձայնագրություն չեմ բերել որևէ արցախցու կամ զոհվածի ծնողի, բայց ինձ էլ եմ խնդրել փոխանցել ձեզ մի հարց։ Ես ձայնագրությունը չեմ հրապարակում, որովհետև եթերային, ոչ եթերային բառեր կան այնտեղ, ես դա չեմ թույլ տա ինձ հրապարակել։ Ամեն դեպքում պարոն Փաշյան հրապարակեմ իրենց հարցը, հաշվի առնելով, որ դուք էլ գրականություն սիրում եք, կընդունեք դա, տեսեք, Չարենցը անառարկելի մեծություն էր, ինքը մարգարեաբար գիտեր ինչ է լինելու հետո, իրենից հետո, ասում էր իմ մահվան օրը կիջնի լռություն, ծանր կնստի քաղաքի վրա, ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն կամ լուր աղետի թերթերում գրած եւ իսկապես մարգարեաբար նա կարող էր ասել, թե ինչ է լինելու իր մահվան օրը։ Ինձ հետաքրքրում է դուք ընդհանրապես մտածել եք այդ հարցի շուրջ, ինչ է լինելու, ինչ է սպասվելու, եթե մի օր ձեր ֆիզիկական գոյությունը չլինի, այսինքն ձեզ ինչպես են հիշելու, ով է սգալու, դա բացի ձեր ընտանիքի անդամներից եւ ասենք Հովիկ Աղազարյանից, չգիտեմ, այդ շարքից դուք ընդհանրապես մտածել եք այդ հարցի շուրջ, որ ձեզ չհիշեն որպես հերոստրատ, այլ իսկապես դա լինի համամարտկային սուկ, լավ, համահայաստանյան սուկ։ Կներեք, տենց հարց չեն տալիս կանանց, բայց դուք որ թիվ եք։ 83 83 թիվ եք, Աստված տա դուք այդ օրը տեսնեք եւ կլուսաբանեք։ Չեք մտածել այսինքն։ Պատասխանը։ Դուք մտածում եք, ասենք, ավելի կարևոր գործեր չկան հիմա։ Բայց դա էլ է կարևոր։ Ինչ եք թողնում ձեզնից հետո։ Կթողնեմ, կտեսնեք։ Լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին։